3 օր շարունակ տարբեր ԶՊՎ-ներում, որը ժողովրդում հայտնի կեպեզ է, ձերբակալվածների ժամանակավոր պահպանման վայրերում շտապօգնության պես այցելում ենք Գյումրիում տասնյակ ձերբակալվածների, տասնյակ բերման ենթարկվածների, այսպես ցուցակներ եմ կազմում, որպեսզի հարազատներին զանգեն տեղյակ պահեն, որ իր հարազատն ուր է, որտեղ մարդիկ 2-3 օր լուր չունեն իրենց հարազատներից։ Ո՞վ ասել։ Հա, հեսա կասեմ տեղյակ է։ Տիկին Պալյան։ Գիտեք, ԶՊՎ-ներում հանդիպում ես մարդկանց բանվորական հագուստով, կոմունալ տնտեսության բեռնատարների, վարորդների, հանդիպում ես մարդու, որն առողջական պրոբլեմ ունի, կոմունալ տնտեսությունում հավաքարարա ձևակերպած, հանդիպում ես մարդկանց, որ ոչ քաղաքական, ոչ բան, ոչ մի կապ չունեն, հանդիպում ես մարդու, պաշտոնաթող սպայի, որը թոշակի անցնելուց հետո վարձով է ապրում, քառորյա 44 օրյա պատերազմի ամենաթեժ զորամասերից մեկի Հրաման Հատարի տեղակալ է եղել։ Նայեք, վերանում եմ Վարդան Ղուկասյանից, նույնիսկ վերանում եմ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռներից, ես խոսում եմ պարզ են մարդկանց մասին, որ բերման են ենթարկվել, որ 2-3 օր պահելուց հետո գիտեք ինչ են արել, որ ուզում եմ անկեղծ ասեմ, նայեք, հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ կանգնելու տեղ չկա, նստելու տեղ չկա, բան, երբեմն կատակ եմ անում մեր հանրապետական գործընկերների հետ, ասում ժողովուրդ, օրինակ որ մտածեք տարիներ հետո, այստեղ ամեն օր ժամերով, օրերով բոլորս կանգնելու ենք, բիսեդկա կսարքեք, նստարաններ կսարքեք, նայեք, ոչ մի իշխանություն հավերժ չի, հասկացեք, չեմ ուզում որևէ մեկը վաղը ձերբակալվի, հասկացեք, գիտեք ինչ մեխանիզմ է այս քննչականը սովոր է, մարդուն 3 օր 3 պահել են, բերել են, ժամը լրացած է եղել, քննչականից թողել են դուս, մարդը դուս է եկել, բռնել տարել են մեղադրանք են առաջադրել, ժողովուրդ վաղը ամեն մեկի դռանը չոքելու է,